Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ երեկվա Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսին եմ ուզում մի երկու բառով անդրադառնալ, իհարկե ես հասկանում եմ, որ շատ շատերին այդքան էլ հաճելի չէ այս թեման, բայց այնուամենայնիվ, քանի որ նոր քաղաքական ուժ ա ձևավորվել, ըստ իրենց էլի իբր նոր եւ որոշակի հայտարարություններ են անում ու գումարած դրան կա մեծ հսկայական ֆինանսական ռեսուրսներ, գումարած կա արտաքին ուժերի աջակցություն, ապա ես կարծում եմ, որ աշխատող անել չարժի։ Այստեղ ինչն է ամենահետաքրքիրը, որ այս քաղաքական ուժի երիտասարդները դեռ չեն հասկանում, որ եթե իրենց հրապարակումներին անդրադառնում ենք, դա նրանից է, որ մենք adekvat մարդիկ ենք ու կարծում ենք, որ եթե քաղաքական ուժը հայտարարություն արել, պետք է դա մեկնաբանել, դա փորձել հասկանալ, ըմբռնել, ոչ թե որովհետև իրենցից մի եսիմ ինչ են ներկայացնում։ Թե դուք ձեզանից ինչ եք ներկայացնում, մենք շատ լավ գիտենք, քաղաքացին շատ լավ գիտի, այլ բանա թե իրեն ինչպես կդարսևորի, դա էլ թող մնա ընտրություններին։ Բայց անում եք երբեմն հայտարարություններ, դրանցով մտնում եք, փորձում եք մտնել քաղաքական դաշտ, անում եք հայտարարություններ, որոնք ստի մասին են, կեղծիքի մասին են, որոնք Հայաստանի պետական շահերի մասին չեն։ Օրինակ, այն ամենահասարակ օրինակներից մեկն է, որ ասում էր մեր վարչապետի տեխնացուն մի դրամով կաշխատի։ Այստեղ սա առնվազն քաղաքական անհասունության մասին էր խոսքը, որովհետև նախ մի դրամը ձեզ շատ է, այն աշխատանքի դիմաց, որը դուք ունակ եք անեք, եւ երկրորդ, եթե գանք ավելի իրավական դաշտից նայենք, այդպիսի բան չի կարող լինել, որովհետեւ գոյություն ունի աշխատանքային օրենսգիր, գոյություն ունեն իրավունքներ եւ այլն։ Այսինքն եկեք կլինի, քանի դուք երկրի ղեկավար եք, այդ ժամանակ մի դրամով աշխատեք, կամ շատ ճիշտ նկատեց Վահագն Ալեքսանյան, իսկ ինչու չեք առաջարկում մեկ դրամով, օրինակ կոմունալ բաժնում աշխատեք։ Բանվորություն անեք մի դրամով, ինչու չեք առաջարկում։ Չէ, մենք հասկանում ենք ինչի չեք առաջարկում, որովհետև փոխարենով ոչինչ չեք կարող այնտեղից ստանել, դուք չեք կարող այնտեղ ունենալ շահ։ Չնայած որ հասկանում եմ, եթե դուք մտնեք մի դրամով բանվոր աշխատելու, այնպեսի սենսացիա դա կդառնա, որ էլ ասելու չի, շատ լավ դրական արձագանք կստանա։ Բայց իհարկե ձեր ցանկությունը ոչ թե պետության ծախսերը թեթևացնելն է դրա համար մի դրամով, այլ դուք պատրաստ եք ինքներդ վճարել, որպեսզի գնաք աշխատեք, որովհետև փոխարենը թե ինչեր եք անելու, դա արդեն հարցի մյուս կողմն է։ Ինչ որ 3-5 բաներ, քայլեր էր շեշտում, ես իհարկե դրան առանձին եմ անդրադառնալու, բայց այս պայդրությամբ ասեմ, էլի։ Ասում եմ, փոքր բիզնեսին ազատելու են քարկերից, միջև որպեսզի նրանք դառնան մեծ բիզնես, շահագրգռված, տենց աշխատեն, զարգանան, դառնան մեծ բիզնես։ Նարեկ ջան, դու երևի շատ բաներից տեղյակ չես։ Նախ ես քեզ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում ահագին օրենքներ այլ կերպ էին, եւ մեծ բիզնեսը կարողանում էր աղճատել իր բիզնեսը, վերածել մի քանի փոքր բիզնեսի, հա, ասենք փոքր բիզնեսների համագումար էր մեծ բիզնեսը։ Ու բանա, այդ փոքր բիզնեսների փոքր հարկերով վճարվեր, որը որ չէր անում են գումարը, ինչ որ եթե ինքը մեծ բիզնես է։ Այսինքն այդ ստվերային տնտեսությունը կզարգանա Հայաստանում դարձյալ։ Եվ այստեղ իհարկե փոքր բիզնեսի ներկայացուցիչները կարող են ոգևորությամբ լսել, չնայած շատերը հասկանում են խոսքն ինչի մասին է կամ ում մասին է, այնուամենայնիվ որոշները գուցե ոգևորությամբ լսեն, ասեն, օ, ինչ լավ բան է մտածում, բայց հավատացեք, սա պետությունը քանդելու առաջին գործոններից մեկն է, որովհետև տնտեսության հետ այդպես չեն վարվում։ Պետությունը հենված է իր տնտեսության վրա, տնտեսության հետ նման ձևով չեն վարվում։ Ամեն դեպքում, ինչևէ, այդ քայլերին դեռևս կանդրադառնանք, բայց մի երկու այլ արտահայտություն եղավ։ Ասում է Նարեկ Կիրակոսյանը, լրագրողը, հա, իմիջայլոց, աչքովս ընկավ։ Նարեկ Կիրակոսյանը առնվազն 3 հարց է տալիս Նարեկ Կարապետյանին մամուլի ասուլիսի ժամանակ։ Նարեկ, դու ասենք չես հարգում քո գործունեությունը։ Տես, ձեր ֆակտորն է։ Ուրեմն
վերնագիրը ծափեր ասուլիսում աջակիցները քաջալերում են Նարեկ Կարապետյանին։ Ինչպիսի դրական գեղեցիկ վերնագիր, չէ՞։ Մի հատ տեսնենք, էս ինչ ասում, որ ծափահարում են, դրական ազդեցություն, բայց ֆակտոր ձեր լրագրող Նարեկ Կիրակոսյանը առնվազն 3 հարց տվեց Նարեկ Կարապետյանին, 3-ից ոչ ոք վերջինս չպատասխանեց, ոչ մի հարցի չպատասխանեց, 3 հարցերից որևիցե մեկին չպատասխանեց, խուսափեց պատասխանելուց, դե խուսափեց հայտնի պատճառներով, ցրեց, բան արեց, ու դուք էս վերնագիրն եք դնում, հա, սա է ձեր փնտրած սենսացիան, բա կներեք էլի, կանգնում են, չգիտեմ որտեղից որտեղ ինչ դիապազոններով ասեք հարցեր եք տալիս պետության օրինակ վարչապետին, կամ հարցեր եք տալիս ազգային ժողովի նախագահին, փոխնախագահի հետ չանաչանա կռիվ ես տալիս Նարեկ Կիրակոսյան, դու գոհ ես եղել այդ մամուլի ասուլիսից, դու որպես քաղաքացի, ու գիտեք ինչ, լրագրողներով բավական անընդհատ ցույց տակ, թե դուք, չէ դե մենք լրագրող ենք, մենք փորձում ենք, մենք կապ չունենք, այս ինչի են, ինչի, մի ստից բաներ խոսեք, դուք նախ եւ առաջ պետության քաղաքացի եք, այքանի որ դա այդ գիտակցումը ձեր մեջ չկա, դրա համար էլ ձեր լղոզված հարցերը վերնագրում եք ինչպես ցանկանում եք, իրականության հետ կապ չունեցող ձևերով եւ հանրությանը մեծա տերորի եք ենթարկում, շեֆերի հրահանգով, այո, ես չեմ ասում, այդ շեֆերը անձամբ ձեզ են զանգում, ոչ, այդ ձեռագիրը ուրիշ կերպով է կառուցվում, հանգիստ եղեք։ Եվ սա դրա վառ օրինակներից մեկն է։ 3 առնվազն 3 հարց տաս մեկին, դա չպատասխանի, եւ դու շատ գեղեցիկ վերնագրով հանդես գաս համացանցում։ Լուրջ։ Ու հետո ասելու եք, դե մենք ինչ պատասխանատվություն կրենք, մենք լրագրող ենք, բան ենք, կամ գիտեք ես պատասխանը իմիջայլոց։ Ես մի հետաքրքիր նյութ կա, որը ընթերցելու եմ ձեզ համար։ Լավ, դա թող մնա, տեսնենք ժամանակը ոնց կգնա, հենց այդ պատասխանատվության զգացման հետ կապված։ Անցնենք առաջ, մի վտանգավոր հայտարարություն է անում Նարեկը, համաձայն եք սրա, թե դուք բանա, չեք հասրել ուսումնասիրել իրականում թրիպը ինչ է։ Նայեք ինչ է ասում։ Հրավիրված ասուլիսին մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ասել է, որ թրիպ ուղի նախագիծն այս պահի համար Հայաստանի Հանրապետության համար բացում է եւ հնարավորություններ, եւ ռիսկեր։ Նախ ասեմ ժողովուրդ ջան, որ ցանկացած որոշում, ցանկացած բան իր մեջ պարունակում է թե հնարավորություն, թե ռիսկեր։ Եվ հաշվարկվում է ռիսկերի կառավարելիությունը եւ ընդունվում է կամ չի ընդունվում առաջարկությունը։ Հաշվարկում է ինչ է նստում այդ ռիսկերը կառավարելը վրաներս եւ այլն տարբեր, որը կարող ներառվի այնպիսի բյուջեներում, որոնք որ հետո ձեզ ներկայացնեն որպես ավելորդ ծախսեր։ Ցանկացած դե եկեք ոչ մի բան չորոշենք, քանի որ ռիսկեր է պարունակում, անգամ ամանոր շնորհավորը իր մեջ ռիսկեր է պարունակում։ Եկեք ոչ մի բան չանենք, քանի որ ռիսկեր է պահանջվում եւ հնարավորություն էլ չունենանք արդեն, որովհետեւ հնարավորությունը այդ պարագայում է հնարավորություն եւ դες նստենք։ Այնուամենայնիվ, ըստ նրա հնարավորություն է այն, որ նախագիծը բերել է երրորդ կողմի ԱՄՆ-ի ներգրավումը երաշխավորի մակարդակով։ Տես, ձևակերպումներում չարժի նվաստացնել կամ ստորադասել Հայաստանի Հանրապետության արտաքին դիվանագիտական բլոկի դերակատարումը, որովհետև ոչ մի երկրում, ասենք Միացյալ Նահանգները ինքնուրույն չեն որոշել այսքան բան անեն։ Այստեղ շատ լուրջ աշխատանքներ ա գնացել, որը կարծում եմ, որ եթե Նարեկ Կարապետյանի կամ Սամվել Կարապետյանի կամ Քոչարյանի կամ Սերժի ուժերը լինեն, չէին մտնելու սրա տակ, որովհետև երկնչելու են ռուսական բռունցքի առաջ։ Թրիփում պայմանավորվածության մեջ ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես վկա, նշել է նա։ Այս մի բանը ոնց որ թե գիտեք, նախ թրիփում չէ, հայ-ադրբեջանական հաշտության խաղաղության պայմանագրերում նախաստորագրված փաստաթղթերում է
ԱՄՆ Միացյալ Նահանգների ղեկավարը որպես վկա, իսկ Թրիպում ամերիկյան կողմը մասնակից է եւ ներդրումային ծրագրերի բերողն է։ Կարապետյանը ներկայացրել է նաև իրենց արտաքին քաղաքականության տեսլականը։ Ասում եմ, մեր խաղաղության պայմանագիրը պետք է ունենա երաշխավոր, իսկ իդեալական դեպքում մեկից ավելի երաշխավոր, ասել է նա եւ մատնացույց արել այն երկրներին եւ թե ինչ է տեղի ունենում նրանց հետ, երբ մեկ երաշխավոր ունեն կամ ընդհանրապես չունեն։ Այդ Նարեկ ջան, նայած թե երաշխավորնով է։ Եթե երաշխավորը Ռուսաստանն է, այո, շատ վատ բաներ լինում են։ Եթե օրինակ Թուրքիան է, նույնպես շատ վատ բաներ լինում են։ Եվ այսպեսի, եթե Մեծ Բրիտանիան է, նույնպես, Ֆրանսիան է, նույնպես, հասկանում ես։ Իհարկե, նայած երաշխավորնով է ինչ հարցի շրջանակներում աշխարհագրական որ դիրքում։ Կարապետյանի խոսքով փոքր երկրները սկսել են ավելի լավ ապրել, որովհետև դինամիկ են, բայց կա անվտանգության խնդիր։ Կարևորը ԱՄՆ-ի ներկայությունը, բայց մեզ պետք է որ ամբողջ գործընթացը ունենա մեկ եւ ավելի երաշխավոր, ասել են նա։ Այսինքն բառացիորեն ասել է, որ հա, Ամերիկան երաշխավոր է, բայց եկեք այդ երաշխավորության վրա հույս չդնենք, որովհետեւ անվտանգության խնդիրը ինքը չի լուծելու Ռուսաստանն է, մենք մեր միակ որ մեր աստվածը Ռուսաստանն է, Ռուսաստանը պիտի ներկա լինի, որ մենք խիղճներս հանգիստ լինի, որ այո խաղաղությունը կա։ Նարեկ ջան, քո ասածը սա է։ Ռուսաստանը չի լինելու այդտեղ։ Շատ պարզ պատճառով Հայաստանի Հանրապետությունը անկախ պետական սուվերեն միավոր է, ով ինքն է որոշում իր տարածքում ինչ լինի, ինչ չլինի։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռուսաստանի Դաշնությունը ցույց է տվել, թե ինքը ինչպիսի երաշխավոր կարող է լինել, հենց կոնկրետ Արցախի դեպքով։ Կոնկրետ Արցախի դեպքով։ Ասում եք արցախցիների մասին մտածում եք, բայց ամեն ինչի մասին չեք մտածել, թե չեք ցանկացել տեսնել։ Տես, մենք դեռևս չենք գնում այլ հարթություններ։ Մենք առայժմ փորձում ենք մեկնաբանել քո խոսույթը։ Եթե Թրիպ ուղի է, Թրամփի ուղի է։ Այսինքն ոնց Պուտինը պիտի կա Թրամփի ուղու վրա հավելյալ երաշխավոր լինելու, ինչ նախապայմաններով, ինչ առաջար, ինչ ա եղել։ Կամ խաղաղություն պետք է մի երաշխավորով չլինի։ Տեսել ենք մյուս երաշխավորին 35 տարի թեժ է պայել հակամարտությունը։ Քո շատ սիրելի երաշխավոր Ռուսաստանի Դաշնությունը։ Մենակ մի վաճառքով 5 միլիարդի Ռուսաստանին զենք վաճառած Ռուսաստանի Դաշնությունը։ Շատ լավ գիտակցելով, որ այդ զենքը կրակելու էր Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ուղղությամբ։ Ինչ է Էլիզրոյից պատմենք։ Ինչ է անընդհատ փորձում սրբագրել իրադարձությունները, ինչ որ կա, այդ կա։ Այդ կա ու հանգիստ կարող ես լինել, արդեն պատմաբանները աշխատում են դրա վրա, որ առաջիկայում կարելի է անգամ գրքերի տեսքով տեսնել։ Տեսնում ենք քո սիրելի Ռուսաստանին, որտեղ որ մեկը, ինչի մեկը, երկուսը առնվազն, Դուգինն էլ էր բան ասել, տեսել ես Նարեկ։ Բայց ինչի՞ չեք պատասխանում, կես բառ ասեք հələ։ Դու ձերը ճորտամտությունն է։ Այ օրինակ ես երեք դրան մի գրառման անդրադարձա։ Այն Ալիկա Ալեքսանյան դուրս էր եկել անձնագրով նկարում էր։ Կարելի է մի հատ էլ ձեր նկարը տեսնենք ձեր զինգրկույկի հետ հանդերձ։ Ձեր խեղված պատկերացումներով մի եկեք, գլխներից չգիտեմ ինչ լոլոներ կարդացեք։ Պետք է կարևորը ունենանք մեկ եւ ավելի։ Այդպես խոսեցին ռուս։ Այ դուք, հենց դուք այդ նույն ռուսական ուժերը Արայք Հարությունյանին այնտեղ շրջափակման մեջ Արցախում պարտադրում եք, որպեսի ոչ թե խոսա աշխարհի հետ, այլ աշխարհին ասի Ռուսաստանին միջազգային մանդատ տվեք։ Այն պարագայում, որ Ռուսաստանին աշխարհը դեմ էր իր գործողություններում, այն ամենաթեժ պահին նոր էր սկսվել Ուկրաինայի թեման։ Այս սա է ձեր քաղաքական պատկերացումները։ Դե հորեղբորդ հայտարարություններին երևի չարժի անդրադառնալ։ Շատ փող ունենալով ու դրանով մարդկանց աչքերը փորձել կապելով չի, ճշմարտությունը մնում է ճշմարտություն։ Ոնց ուզում եք պատտվեք։ Ու կան ծափահարություններ, դրանք մեր հասարակության ծափահարություններն են իմիջայլոց։ Մեր հասարակության։ Երեք հիմա ես ձեր մենտալիտետը պատմեմ ձեզ։ Հա, ասում է, չէ, մի հատ էսել ասեմ, նոր
անցնենք առաջ երեկվա ազգային ժողովի մի հատ հետաքրքիր դրվագ կա էլի։ Բայց այս միտքը մի հատ վերջացնենք։ Ասում է երկրի ղեկավարը պիտի գնա որս անի բերի պայի երկիրը։ Ու այդ որսի ժամանակ իհարկե մի անգամից աչքիս առաջ ընկավ սատկած ահռյոցի վրա հեծնած Քոչարյանը, երևի գնացել էր այդ որսը աներ, բերեր, որ մեզ պահեր, մենք ճիշտ չգնահատեցինք նրան։ Բայց եթե դու կարծում ես, որ պետությունների ղեկավարները գոյություն ունեն խաղի ընդունված ընդհանուր կանոններ, հա, անկախ ամեն ինչից։ Եթե դու կարծում ես պետության ղեկավարները պիտի գնան որս անեն, տանեն իրանց ժողովրդին պահեն, իհարկե հասկանում եմ, փոխաբերական իմաստով ես դա ասում։ Չենք մտնի ուղիղ, չգիտեմ ինչի դաշտ էլի։ Ապա դու պիտի նաև պատրաստ լինես, որ ինչ որ մեկն էլ գալու է քո մոտ որս անի տանի իր երկիրը պահի։ Հասկանում ես։ Դու չես կարող ուրիշ երկիր գնալ որս անել գալ, թույլ չտալով որևիցե մեկը գա քո մոտ որս անի, քո բերած օրինակի հիման վրա։ Եվ ինչպես է կգնահատես դու այդ հանգամանքն է։ Ինձ հետաքրքիր է։ Եթե որևիցե երկրի ղեկավար դուրս եկած լինի որսի, անցնի Հայաստանով, Հայաստանում որսը բռնի, տանի իր ժողովրդին պահելու։ Ինչպես ես վերաբերվելու դրան։ Այս ինչ կիսատ պռատ պատկերացումներ են, էլի։ Որսան։ Ոյ նարեկ, որսանենք, տանենք, պահենք։ Հետամնաց աբորիգենիզմի փշրանքներն են։ Նայում ես, ոնց որ թե լավ կրթություն են ստացել։ Ես երբեմն նայելով ձեր հայտարարություններին, նայելով ձեր գործելավոճին, ձեր մտածելակերպին, անկեղծ եմ ասում, քիչ ամնում շնորհակալ լինեմ Աստծուն, որ չի հաջողվել, որ ես ինստիտուտ ավարտեմ։ Լուրջ եմ ասում։ Իսկ ձեր հետ ինստիտուտում են տենց վարվել։ Բարձրագույն կրթական համալիրներում են ձեր հետ այդպես վարվել, թե ի սկզբանե դա այդպես եղել։ Ես իսկապես չեմ հասկանում։ Եթե դա ինստիտուտի բարձրագույն ուսումնական հաստատության բանն է, տվածն է, ապա իմ ու ինձ նման շատերի բախտը բերել է, որ չենք անցել այդ բանի տակով, մամլիչի, որ շտամպ խփեին մի հատ ուղեղներից մեջ ու ասեն վերջ, ես քառակուսին է, ես քառակուսուց դուրս չգաք։ Մեր ուսումնական հաստատություններում իրավագիտակցություն սովորացրել են ձեզ, պատասխանատվություն, քաղաքացիական պատասխանատվություն սովորացրել են ձեզ, նու կրթել են այդ ուղղությամբ, ես հասկանում եմ, որ տենց առարկաներ չկան երևի, բայց այդ ուղղությամբ ինչ-որ կրթադաստիարակչական մոտեցում ցուցաբերել են։ Սարսափելի է։ Իմիջայլոց երեկ Ալիևը մի հայտարարություն էր արել, ասում էր հետևյալը. այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության։ Մենք խաղաղության մեջ ենք ապրում ընդամենը 5-ից 6 ամիս, մենք դեռ սովորում ենք։ Մեր ամբողջ անկախ պատմության ընթացքում մենք երբեք խաղաղ չենք ապրել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, այդ թվում քաղաքացիական հասարակության ջանքերով մենք կհասնենք ոչ թե երկարաժամկետ, այլ հավերժական խաղաղության Կովկասում։ Ինչ որ Ալիևի մշտական հետևորդ դաշնական հանրապետական խունտայի ներկայացուցիչներին, ադրբեջանագետ մասնագետներին եւ լրագրողական համայնքին չեմ տեսնում այս հայտարարությունը հրապարակի։ Հա, սրանից ժողովուրդը չի փշաքաղվի, չի խոցվի, չի ներվայնանա, դրա համար չեք տարածել նմանատիպ հայտարարություն։ Օրը մեջ Ալիև եք ցիտում։ Օրը մեջ Ալիև ցիտողը, բա այսպեսի հայտարարությունը բաց կթողներ։ Ժողովուրդ ջան, տեսնում եք, որ այդ իրենց գործունեությունը
հիմնականում ձեզ նյարդային դեպրեսիվ վիճակում պահելն է, որովհետև դեպրեսիվ վիճակում գտնվող մարդուն շատ ավելի հեշտ է կառավարել ու բերել իրենց ցանկացած ուղղության վրա։ Սա միլիոներորդ հիմնավորումը ձեզ համար։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, երեկվա փոխհրաձգությունից ազգային ժողովում շատ հետաքրքիր մի թեմա առանձնացվեց կարծես ու սկսեց սենց այլ հունով գնալ, ես կընթերցեմ ձեզ համար Թագուհի Ղազարյանի գրառումը։ Գիտեք, եկել էր առաջարկով Թագուհի Ղազարյանը օրենսդրական եւ այստեղ դաշնակները խառնվեցին իրար, բայց տեսնենք ինչն է էլի նրանց մտահոգությունը, նրանց մտավախությունը եւ որտեղից է գալիս նմանատիպ մտահոգություն։ Ինչու է դաշնակցական Լիլի Գալստյանը մտահոգվում, թե պետությանը պատկանող հուշարձանները, ինչպես օրինակ կառավարության շենքը կամ ԵՊՀ շենքը, կարող են վաճառվել։ Ինչ էր ասում Լիլիթ Գալստյանը, ասում էր պետական շենքն է, քանի որ պետական է, դուք ինչ ասես կարող եք անել, տենց ոնց կլինի։ Կարա վաճառվի։ Հիմա հեշտ չէ Քոչարյանի ու Սերժի կոալիցիոն գործընկեր լինելը։ Դրանից հետո կասկածները սկսում են կրծել։ Չէ՞ որ սեփական փորձով գիտես, թե ինչպես կարող է պետությունը վաճառել այնպիսի հուշարձանները, ինչպիսիք են կառավարության երկրորդ տունը, նախկին արտգործնախարարության շենքը, մարզահամերգային համալիրը, ընդ որում 2 անգամ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք, կամ ԱՕՔՍ-ի շենքը, կարող են օտարվել կամ վաճառվել մասնավորին։ Չէ՞, Լիլիթ Գալստյան, դու դա տեսել ես, ոնց է դա լինում, չէ՞։ Դրա համար ես դու սարսափում ասում, կդ վաճառեք։ Գնահատական տուր, ինքդ գնահատական տուր այդ ամեն ինչին։ Որքան էլ սեփական փորձը ցավալի լինի, հուշարձանների պաշտպանության համար անհանգստանալու կարիք չկա։ Գործող կառավարությունը Հայաստանի հուշարձանների պահպանության եւ վերականգնման ոլորտին վերջին 7 տարիների ընթացքում ավելի շատ միջոցներ է հատկացրել, քան Լիլիթ Գալստյանի երկու կոալիցիոն գործընկերները կառավարման 20 տարիների ընթացքում միասին վերցրած։ Այսինքն այդ 20 տարիները, եթե ամբողջ ծախսածը գումարենք իրար, շատ ավելի քիչ է ստացվում, քան այսօրվա իշխանությունների ծախսածը մեր պատմամշակութային, դեռ հետ բերածները չասենք։ Հետգրություն, ԱՕՔՍ-ի շենքը վերադարձվել է պետությանը ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում, իսկ համալիրի երկրորդ վաճառքը չեղարկվել է, որովհետև գնորդը հրաժարվել է վճարել պայմանավորված ամբողջ գումարը $30 միլիոն։ ԱՕՔՍ-ի շենքը ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում վերադարձվել է։ Իհարկե, սրա մասին այն ժամանակ ենք խոսել, բայց այս մարդիկ իրենց դրած անմեղ սունակիտ է, իրենք կապ չեն ունեցել, ով, մենք կառավարություն չենք եղել, մի օր լսեցի, դաշնակցական ով էր, ասեց, բայց մենք երբ ենք կառավարություն եղել, ասում ենք կոալիցիոն կառավարություն չէ, հատես պխիետի նշակմա, որ մենք կառավարություն ենք եղել, այս մարդիկ պատասխանատվություն բառը չգիտեն ոնց է գրվում, իսկապես չգիտեն, ես չեմ զարմանա, կամ են Աննա Մկրտչյանը, բանա, մի հատ հարցազրույցի է, որտեղ որ պնդում է, որ ինքը միջանցք բառ չի օգտագործել բանի հետ կապված, օգոստոսի 8-ի հետ նախաստորագրությունների եւ այլնի հետ կապված։ Ասում եմ, ես տես բան չեմ օգտագործել։ Լավ է, իսկապես շատ լավ է, որ սա կա։ Շատ լավ է, որ կա։ Հանում ենք ցույց ենք տալիս, որ օգոստոսի 14-ին 2025 թվականի ինքը իր բերանով, ինքը ոչ թե բանավեճի ժամանակ, հարցազրույցի ժամանակ ինքը իր բերանով ասում է, որ սա բաներ միջանցք կա, թող իզուր ստից բաներ չխոսեն, հեսա գալու են, լցվեն այս կողմ են կողմ։ Նույն ասում է։ Մի քանի ամիս անց նստած ասում է, ես նման բան չեմ ասել, ասում է։ Խնդրում եմ ինձ մի վերագրեք բաներ, որ ես չեմ ասել։ Դուք
ինչ որ աֆեկտի տակ եք լինում, երբ որ գնում եք հարցազրույցների։ Որովհետև ես որևէ դեպքն է, դուք ինչ որ չեք հիշում, որ նման բան ասած, Քոչարյանից սկսած, կամ հիվանդություն է երևի դա։ Եթե հիվանդություն է, ապա կներեք, ես հիվանդ մարդկանց չեմ կարող քննադատել կամ ինչ որ բան ասել, բայց պետք է հաստատվի, որ հիվանդություն է։ Վարակվել եք իրարից, ինչ եք արել։ Նստած ասում են այս ինչ բան, ասում ես դու սենց ես ասել, ասում ես տես բան չեմ ասել։ Բերում դնում ես դեմները, բերց, ոչ մետ կեզ բերա, ներողություն, ոչ բան։ Ուրեմն, աչքովս մի հետաքրքիր թեմա ընկավ, գրառում ընկավ, Արփի Հարությունյան։ Անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ խիստ ցավում եմ, որ սույն տիկնոջը չեմ ճանաչում, երիտասարդ աղջկան կամ տիկնոջ չգիտեմ, անգամ ոնց պիտի դիմեմ։ Հա։ Շատ հետաքրքիր գրառում արել, իմիջիայլոց այս գրառման մասին մենք բոլորս ենք խոսել ենք 4-5 տարի շարունակ պատասխանատվության մյուսի մասին։ Ես ուզում եմ այս գեղեցիկ աշխատանքը կարդալ ձեզ համար, ժողովուրդ ջան, որպեսզի մենք հասկանանք, թե առասարակ ինչ է էլի պատասխանատվությունը եւ ինչու է կարեւոր, ինչա պետությունը, ինչ մենտալիտետ ունենք եւ այլն եւ այսպես շարունակ։ Ուրեմն Արփի Հարությունյանն է գրում, ես այստեղ ամեն տողի հետ եմ համաձայն, անգամ կարելի էր ավելացնել, վստահաբար ինքն էլ ավելացնելու բաներ կունենար, բայց որոշել է, որ շատ երևի երկար չստացվի։ Անկեղծ ասած, հոգեկան եւ ֆիզիկական զզվանքս մի կերպ եմ զսպում մանկամիտ մարդկանց հանդեպ։ Ցավոք այդ երևույթը վաղուց ներթափանցել է մշակույթի եւ կրթության ոլորտ։ Որոշեցի գրել սրա մասին, հերթական էսե, չնայած իմ գրածները 10 հոգուց ավել չեն կարդում։ Միջայլոց շատ հիանալի բան էր ստացվել ու ոնց որ թե ահագին մարդ կարդացել է։ Ամեն դեպքում մի տեքստը բավարար չէ այս խնդրի խորքային շերտերին անդրադառնալու համար։ Ինչ տեղափոխվել եմ Հայաստան, շատ սուր կերպով զգում եմ շրջապատից մարդկանց անհաղթահարելի մանկամտությունը։ Ավելի ուշադիր լինելով համոզվեցի, որ հայ հասարակության լայն զանգվածների վարքագիծը կրում է հենց ինֆանտիլ բնույթ։ Այս զգացողությունը ինքնին պատահական չէ եւ չի նշանակում վատ ազգ լինելու կամ ինտելեկտի պակասի մասին դատողություն։ Սոցիալական հոգեբանության մեջ կիրառվում է կոլեկտիվ կամ սոցիալական ինֆանտիլիզմ եզրույթը, որով նկարագրվում է այնպիսի հասարակական վիճակ, երբ մեծահասակ մարդկանց լայն շերտեր հոգեբանական առումով շարունակում են գործել մանկական դիրքերից։ Արտահայտվում է պատասխանատվության մշտական փոխանցմամբ արտաքին ուժերի վրա։ Օրինակ, իշխանությանը, ճակատագրին, Աստծուն, հարազատներին կամ ուրիշներին։ Այս մարդիկ սեփական ընտրությունների հետևանքները չեն ընդունում։ Արագ բռնկվող, արագ ոգևորվող, արագ մարող, շուտ հիասթափվող, մշտական մեղավորներ փնտրող եւ չափից շատ էմոցիոնալ, ոչ ռացիոնալ ռեակցիաներ են տալիս առանց պատասխանատվություն կրելու սեփական էմոցիաների համար։ Նաեւ ունեն կեղծ իրականություն ստեղծելու, դրան հավատալու եւ դրա մեջ ապրելու շեղում, համառորեն փորձելով այդ իլյուզիան պարտադրել այլոց։ Նման հասարակություններում հաճախ գերիշխում է մեզ պետք է հայր մտածողությունը, նսկա չէ, մեզ միացած մեկը պետք է, որ բանը մանը։ Որտեղ պետությունը կամ առաջնորդը ընկալվում է որպես ծնող, իսկ քաղաքացին որպես խնամքի կարիք ունեցող երեխա։ Մենք նույնիսկ հողի տակից հերոսներ ենք անում, որ վերջիններս մեզ փրկեն։ Այո, մենք անգամ երգեր ունենք այդպիսի։ Միայն թե մեզ վրա չվերցնենք այդ պատասխանատվությունը։ Քաղաքագիտության մեջ այս երևույթը հաճախ նկարագրվում է քաղաքացիական անչափահասություն տերմինով։ Քաղաքացիական, ժողովուրդ ջան, ընդհանրական իմաստով ասված։ Կներեք։ Այն բնորոշ է հասարակություններին, որտեղ մարդիկ ավելի հեշտությամբ պահանջում են իրավունքներ, քան ընդունում պարտականություններ, որտեղ քաղաքական մասնակցությունը կամ պասիվ է,
կամ հեշտությամբ մանիպուլացվող եւ որտեղ անհատը դժվարությամբ է իրեն ընկալում որպես ինքնուրույն սուբյեկտ կամ անհատ։ Փիլիսոփա եւ սոցիալական հոգեբան Էրիխ Ֆրոմը այս երևույթը բացատրում է ազատությունից փախուստ գաղափարով։ Ճակերտների մեջ այսքան անվանումն է դա։ Նրա համոզմամբ որոշ հասարակություններ վախենում են հասուն ազատությունից, քանի որ այն պահանջում է պատասխանատվություն, ինքնուրույնություն, որոշումներ եւ ներքին կարգապահություն, սեփական կարծիք ու դիրքորոշում։ Այդ վախի արդյունքում մարդիկ ենթագիտակցորեն նախընտրում են ավտորիտար համակարգեր, կոլեկտիվ մտածողություն եւ պարզեցված հայեցակարգ, որը նվազեցնում է ներքին լարվածությունը, բայց ցավոք նաեւ նվազեցնում է զարգացումը։ Այն որ արա դե սովետի վաղ լավ էր, առավոտը գնում էին գործը, իրի գունը գալիս են, քեզ կամ փող են ստանում, ուտում, խմում էին, նորմալ էր։ Всё, վերջ, այս սա է։ Որը մինչեւ հիմա մնում է։ Ու որ ասում ես, ասում հա ինչ վատ էր։ Այդ դրա համար մեր հասարակությունը չի զարգացել։ Ու մինչև հիմա ուզում եմ տես մի բանի մեջ լինի, որ պատասխանատվությունից խուսափի։ Հեսա շարունակենք։ Հայ հասարակության կոնկրետ դեպքում նման վարքաբանական շերտի ձևավորումը ունի մի շարք պատմական եւ սոցիալական պատճառներ։ Դրանց մեջ են մշտական գոյատևման ռեժիմը։ Այո, դա նորմալ է, որ մենք ունենք, եթե նայում ես իրավիճակին, ինչերի միջով է մեր ժողովուրդը անցել, այդպիսի բնույթ է զարգացել, հա։ Դրանց մեջ են մշտական գոյատևման ռեժիմը, հետ ցեղասպանական տրավմաներ, երկարատև արտաքին կախվածություն, խորհրդային համակարգից, որոնք դեռ գործում են իրենց ողջ հմայքով, ինչպես նաև կրթական միջավայրում քննադատական մտածողության բացակայությունը, կրթական համակարգում։ Այս ամենի հետևանքով ձևավորվել է իրավիճակ, երբ մարդիկ կենսաբանորեն մեծահասակ են, բայց հոգեբանական դիրքորոշմամբ հաճախ գործում են մանկական դիրքերից։ Կարևոր է շեշտել, որ ինֆանտիլիզմը չի նշանակում ինտելեկտուալ անընդունակություն կամ արժեքների բացակայություն։ Այն զարգացման փուլ է, ոչ թե վերջնական բնութագիր եւ տվյալ փուլում մարդը կանգ է առել։ Յուրաքանչյուր հասարակության ներսում միշտ կան անհատներ եւ խմբեր, որոնք դուրս են գալիս այդ շրջանակից, լինելով ստեղծագործ, ինքնուրույն, պատասխանատու եւ խոր մտածող։ Այսպիսով այն զգացողությունը, որ հայ հասարակության մեջ գերակշռում է ինֆանտիլ վարքագիծը, կարելի է դիտարկել ոչ թե որպես ազգին ուղղված մեղադրանք, այլ սոցիալ հոգեբանական վիճակի գիտակցում։ Իսկ գիտակցումն ինքնին արդեն հասունացման առաջին քայլն է, իսկ ով եմ ես, որ չօգնեմ ձեզ գիտակցման հարցում հայելի էֆեկտով։ Ահավասիկ, մեծահասակ երեխայի կյանքում գրեթե միշտ կա մեծ մեկը, որը պետք է լուծի իր խնդիրները, ծնող, ամուսին, պետություն, ղեկավար կամ ճակատագիր։ Երբ ինչ-որ բան չի ստացվում, պատճառը հազվադեպ է գտնում սեփական քայլերի մեջ։ Մեղավորը սովորաբար համակարգն է։ Մյուս մարդը կամ այս երկրի վիճակը, ծայրահեղ դեպքում բախտը։ Կենցաղում ինֆանտիլ մարդը դժվարությամբ է պահպանում կայուն ռեժիմ։ Առաջին, նա հետաձգում է պարտականությունները, անընդհատ ապագայով է ապրում, բայց միաժամանակ սպասում է արագ արդյունքների։ Երկրորդ, ֆինանսների հարցում հաճախ կա հակասություն, ցանկություն կա ունենալ հարմարավետ կյանք, բայց չկա պատրաստակամություն երկարաժամկետ աշխատանքի կամ դիսցիպլինայի։ Ծախսերը կարող են լինել իմպուլսիվ, իսկ հետևանքների պատասխանատվությունը տեղափոխված ուրիշների վրա։ Երրորդ, սոցիալական շփումներում նա հեշտությամբ նեղանում է, զոհի կերպար ընդունում, սկանդալներ ու դրամաներ ստեղծում, մանիպուլացնում, բայց դժվարությամբ է բաց, ուղիղ եւ հասուն երկխոսություն վարում։ Չորրորդ, քննադատությունը ընկալում է որպես անձնական հարձակում, ոչ թե աճի հնարավորություն։ Նրա խոսքում հաճախ են հանդիպում. ես ինչ կարող եմ անել, ամեն ինչ որոշված է, մեզ չեն թողնում, արտահայտությունները, որոնք նվազեցնում են սեփական սուբյեկտայնության զգացումը։ Հինգերորդ, հասարակական մակարդակում ինֆանտիլ մարդը միաժամանակ դժգոհ է իշխանությունից եւ սպասում է, որ իշխանությունը հենց իրեն պետք է փրկի։
ճակերտներով փրկել է։ Նա պահանջում է արդարություն, բայց հազվադեպ է պատրաստ ինքը հետևել կանոններին, եթե դա անհարմար է։ Քաղաքացիական պատասխանատվությունը նրա համար աբստրակտ գաղափար է, մինչդեռ անձնական շահը առաջնային շարժիչ։ 6. Էմոցիոնալ դաշտում ինֆանտիլիզմը արտահայտվում է սուր, բայց կարճատև ռեակցիաներով։ Վրդովմունքը կարող է լինել բարձր, բայց արագ մարում է, առանց գործողության վերածվելու։ Կա ուժեղ ցանկություն պատկանել ինչ-որ խմբի, ունենալ մերոնք եւ օտարներ, քանի որ դա ազատում է ինքնուրույն մտածելու բեռից։ Այսպիսի մարդիկ պարտադիր չէ, որ լինեն տգետ կամ անտաղանդ։ Հաճախ նրանք ունեն ինտելեկտուալ պոտենցիալ եւ նույնիսկ ունակություն ստեղծագործելու, սակայն նրանք չեն հաղթահարում հասունացման շեմը եւ չեն ստանձնում սեփական կյանքի հեղինակը լինելու պատրաստակամությունը։ Նորից կրկնեմ, ինֆանտիլիզմը ոչ թե բնավորություն է, այլ անավարտ ներքին զարգացում։ Հորդորում եմ անցնել այդ ցիկլը, վերջապես հասունանալ։ Չմնալ Երևան դարձած իմ Էրեբունի երկի տակ, այն որ դարեր ես ապրել, բայց մնացել ես պատանի։ Այդ շատ ամոթալի երևույթ է։ Պատանեկության փուլը ամենաչկողնորոշված ու անիմաստ անցումային փուլն է մարդու կյանքի։ Պետության դեպքում առավել քան զարհուրելի է։ Շնորհակալություն ես նյութի համար։ Եվ գալով այո, պատասխանատվությանը։ Տեսեք, պատերազմից հետո շատ արագ բոլորը սկսեցին ընկնել մեղավորների փնտրտուքի մեջ։ Բոլորը, մեղավորը սա տվեց, այն նա տվեց, ուրեմն, ասեմ, որ այդ ժամանակները, հանկարծ չկարծեք փորձում եմ հերքել իմ այդպիսին է լինելու բանը, այլ պարզապես ես դա հիշեցի։ Այդ ժամանակները, երբ որ առաջին անգամ առաջին դեպքերն էին, առաջին եթերներից էր, դուրս եկա եթեր ու ասեցի, գիտեք ինչ, այդ պարտության մեջ առաջին թիվ 1 մեղավորը ես եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ռեակցիաները այլանդակ ձևի խառն էին։ Շատ քչերը ըմբռնեցին ես ինչ եմ ասում։ Ցավոք սրտի։ Իհարկե, հետագայում ժամանակի հետ փառք Աստծո որոշների մոտ դա դարձավ նույնպես մտածելակերպ, որ այո, մենք ենք վատ բաների մեղավորը եւ մենք ենք լավ բաների ձեռք բերողը։ Մենք, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ ասել սա է մեղավոր, սա, մենք կարող ենք ասել պատճառներ, մտածել պատճառահետևանքային կապերի մասին եւ այլն, հա? Բայց երբ որ sense դուրս գալու ասել ես ի՞նչն է մեղավոր, սա պատասխանատվության վրից թռնել է նշանակում։ Ինչը ես չէի կարող թույլ տալ ու դրա համար էլ հակադարձելու եւ օրինակներ բերելու համար բազմիցս անդրադարձել եմ, թե ինչպիսի վիճակում է եղել, թե բանակը, թե տնտեսությունը, թե ռազմարտունաբերությունը, եթե այդպեսին եղել է, թե զենքերի եւ տեխնիկայի ձեռքբերման process-ները, թե Արցախում հենց պատերազմի դաշտում տեղի ունեցածը, այն ինչ որ տեսել ենք, այդ ամեն ինչը թվարկում ենք, որպեսզի մտածենք, ինչ է եղել, ոնց է եղել, ինչի եղավ, որ չկրկնվի մեր կյանքում, որովհետև դա քոնն է, քո հետ է տեղի ունեցել։ Ոչ թե, եկավ Արցախը տվեց։ Կամ ունենք, չէ՞ հիմա մի հատ գեներալիկ ունենք բանում, Ռուսաստանում օրը մեջ եթեր է անում։ Նա հրամաներ տվել չկրակել։ Դու պաշտպանության նախարար ես եղել։ Դու քաղաքական պաշտոն ես զբաղեցրել։ Դա շտաբի պետը չի, դա քաղաքական պաշտոն է նախարարը։ Դու տեղյակ չես, ինչի չպիտի կամ չպիտի կրակել առաջինը, թե պաշտպանվելուց։ Այո, առաջինը չպիտի կրակենք։ Ինչ-որ զարմանալու բան ես տեսնում դրա մեջ։ Որովհետև չպիտի տանք լեգիտիմ հնարավորություն Ադրբեջանին լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել մեր դեմ։ Ինչ է ինչի։ Իսկ որովհետև մեկը ասել է, որ երբ որ թուրքը գա դուք չկրակեք։
Այստեղ ոնց որ այն չի, չէ, որովհետև առնվազն մի քանի նման հարցակում կասեցվել է ռազմական դիմադրության հետևանքով։ Գնացեք տեղում նախարարից գնա տեղում բարձել է այդ որ մի օֆիցերը տա տենց հրամաններ տվել ու Իրանից դուրս բաներ խոսել։ Քանի չաստ ես մտել տեսնելու թե օֆիցերները պատերազմից հետո անմիջապես ինչպես էին զբաղվում քաղաքական, դա ես դու Արշակ Կարապետյան։ Այո, այս պատասխանատվության զգացում, այս ամեն ինչը մենք ենք։ Եվ դա մենք պիտի գիտակցենք, որպեսզի կարողանանք մեր հասարակական ցուցանիշը բարձրացնել, գիտակից քաղաքացու մոդելը առաջ բերել, եւ ինչի արդյունքում մենք ուզենք թե չուզենք ունենանք նորմալ պետություն։ Ոչ թե կգնանք Նարեկ Կարապետյանի հայտարարությունների հետևից, որովհետեւ այն գացել է որ մի դրամով կաշխատենք։ Եթերում ազատ ճփումներ, շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ դիտելու եւ տարածելու համար նյութը։ Լավ մնացեք, կհանդիպենք։